Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Գաղտնի թղթապանակում այսօր ուսումնասիրելու ենք աշխարհում ճանաչված լեզվաբան Հրաչյա Աճարյանի մեղադրական գործը։ Ինչն էր պատճառը, ինչու համայնավարները չհանդուրժեցին անգամ արդեն 70 տարեկան լեզվաբանին։ Աճարյանին իր տնից տանում են գիշերով։ Քաղաքացիական հագուստով երկու հոգի ուշ ժամի գալիս են պրոֆեսորի մոտ, իբրև թե նախարարը խնդրել է, որ տեսակցի իրեն գաղտնի մի գրություն թարգմանելու նպատակով։ Սակայն Աճարյանը շատ լավ հասկանում է, թե ովքեր էին եկողները և ինչ նպատակով էին եկել։ 1937 թվականի սեպտեմբերի 28-ին ՀԽՍՀ պետանվտանգության գնդապետ Պետրովը հաստատում է նույն կոմիսարիատի աշխատակիցներ Կիրակոզովի, Հայրապետովի և Սաթյանի կազմած տեղեկանքը, ըստ որի Հրաչյա Աճարյանի դեմ հարուցվում է քրեական գործ Բաքվում անգլիական հետախուզությանը որպես իրազեկող և որպես թարգմանիչ աշխատակցելու մեղադրանքով։ Ըստ այդ տեղեկանքի Աճարյանը թունդ նացիոնալիստ է, անգլիասեր հակահեղափոխական, ով Հայաստանի ազատագրումը պատկերացնում է միայն Անգլիայի օգնությամբ։ Նա նաև մեղադրվում էր արտասահմանի բուրժուական լեզվաբանների հետ ունեցած գրագրության, Ռամկավար ազատական կուսակցության պարագլուխ Արշակ Չոպանյանի հետ ունեցած գաղտնի կապի, Երևանի համալսարանի պրոֆեսոր Հովհաննես Ակունյանի ղեկավարությամբ իբր թե գործող պրոֆեսորների ֆաշիստական խմբին հարելու համար։ 1937 թվականին մեծ սպանդ կազմակերպեց հայ ազգի մտավորականների հանդեպ, դրանից անմաս չմնաց նաև Հրաչյա Աճարյանը։ Շատ մտավորականների, արվեստագետների հետ նա ևս ձերբակալվեց և հիմնական մեղադրանքը կայանում էր նրան, որ դեռ Բաքվում եղած տարիներին իբր նա համագործակցել էր տեղի ընդհատակյա կազմակերպության հետ և հակամարքսիստական քարոզ էր կարդացել, հետագայում տեղափոխվելով Երևան պետական համալսարան շարունակել էր իր գործունեությունը, դա էր հիմնական պատճառը, առանձնապես ուրիշ ոչ մի մեղադրանք չկար։ Աճարյանին տանից տարել են գիշերը, խաբեությամբ։ Կենսափորձ ունեցող և համայնավարների գործելավոճին ծանոթ լեզվաբանն արդեն կռահել էր, թե ովքեր էին եկողները և ինչ նպատակով էին նրանք եկել։ Նա արդեն կարդացել էր Ադո Ադոյանի գրած լրագրային հոդվածն իր դեմ, գիտեր նաև, որ իրեն համալսարանում էլ են մեղադրում մառի տեսությունը չընդունելու և բացի այդ նա իրեն թույլ էր տվել հետևյալ միտքն արտահայտելու. «Ձեր դիալեկտիկան իմ լեզվաբանության մեջ մի խառնեք»։ Եթե ոչինչ էլ եղած չլիներ, այս վերջին նախադասությունը միայն բավարար էր, որպեսզի Հրաչյա Աճարյանը հայտնվեր Ստալինի կամակատարների նշանակետում։ Աշխարհահռչակ լեզվաբանի կինը տիկին Սոֆիկը հետագայում պետք է պատմեր. Հրաչյան այլևս ոչինչ չասաց, մոտեցավ ինձ, փաթաթվեց, համբուրեց, գրկախառնվեցինք և բաժանվեցինք։ Նրա վերջին խոսքը եղավ. «Սոֆիկ, չվախենաս, առավոտյան կվերադառնամ»։ Իհարկե Աճարյանը վերադարձավ, սակայն 2 տարի 3 ամիս հետո, այն էլ ոչ թե առավոտյան, այլ գիշերով։ Այդպես էր կարգը. գիշերով տանում էին, գիշերով բաց թողնում, եթե իհարկե բաց էին թողնում։ Աճարյանը իհարկե շատ դառն օրեր է ապրել, շատ տխուր օրեր, բայց չէր սիրում դրանց մասին պատմել։ Նրան 37 թվականին հալածել են, բանտարկել են, 2 տարի եղել է բանտախոցում, իսկ դա անընդհատ նրան տարել են հարցաքննության, տանջել են, ծեծել են, մի ծեծի ժամանակ ինչ-որ դաժան քննիչ է եղել, ասել է, ինչ մի մեծ քաջություն իմ նման ծերուկին քեզ նման երիտասարդը խփում են, ու դրա վրա ավելի է իհարկե հարվածել։ Ավելի քան 40 տարիների տքնաջան աշխատանքով ստեղծած 7 հատորանոց հայերեն արմատական բառարանի հեղինակը, Փարիզի լեզվաբանական ընկերության անդամն ու Չեխոսլովակիայի Արևելագիտական ինստիտուտի գիտական բաժնի թղթակից անդամը ստիպված է լինում անցնել իրեն բնորոշ խոհեմ համեստության սահմանն ու իր գիտական կշռին անտեղյակ վերահսկողներին ասել. Աշխարհիս բոլոր լեզուների համեմատական քերականությունը թե Խորհրդային Միության և թե Եվրոպայի գիտնականների համար անսպասելի և մեծ համաշխարհային արժեք պիտի ունենա։
Այս աշխատանքի մեջ ես մտցրել եմ 135 լեզվի քերականությունը և մնում է ավելացնել 465 լեզու ևս։ Սակայն Աճարյանը կանգնած էր այնպիսի մարդկանց առջև, ովքեր ի վիճակի չէին գնահատելու համաշխարհային մեծությանը, մարդու, ում ստեղծած վաստակն ու ապրած կյանքը պատիվ կբերեր ցանկացած ժողովրդի։ Սակայն բռնադատողների խնդիրը մեկն էր՝ անել ամեն ինչ, որպեսզի Աճարյանը, այսպես ասած, խոստովանի իրեն վերագրած մեղադրանքները։ 1937 թվական 16 նոյեմբերի ՀԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարի անունով կցված է ձերբակալված Հրաչյա Աճարյանի դիմումը, որը ինչպես ընդունված էր այն ժամանակ և ինչը պարզվել է դատի ընթացքում, գրվել է հետաքննիչների պարտադրմամբ և թելադրանքով։ Նույն օրը Աճարյանը ենթարկվել է նաև հարցաքննության։ Այլևս գաղտնիք չէ, որ երկու վավերագրերն էլ բացահայտ բռնությունների արդյունք են։ Հարցաքննության մեջ նախապես ասելով, թե ինչ-որ կապիտալիստական երկրի համար հետախուզական աշխատանք ես չեմ կատարել, քիչ անց նրան ստիպել են խոստովանել։ Ես հարկադրված եմ խոստովանել, որ 1918 թվականին անգլիացիների կողմից Ադրբեջանը գրավելուց հետո հօգուտ զավթիչների տարել եմ հետախուզական աշխատանք։ Երկարատև կտանքներից հետո Հրաչյա Աճարյանը շարունակում է ինքն իրեն հետաքննության համար ցանկալի մեղադրանքներ ներկայացնել, ինչպես ընդունված էր ասել, ինքը իրեն մերկացնել։ Իսկ այդ մերկացումն այն էր, որ Աճարյանը հրավիրվելով համալսարանում դասավանդելու, իբր դասախոսությունների ժամանակ թույլ է տվել նացիոնալիստական և անգլիասիրական արտահայտություններ։ Ինչ որ դեմ են տվել, որ ստորագրի լրտես է եւ այլն, ժողովրդի թշնամի հրաժարվել է։ Բայց մի օր բանտախցում նաև եղել է Հայկ Գյուլիքեխվյանը, նույնպես անվանի պատմաբան, ասել է. պրոֆեսոր, ինչ որ տան ստորագրեք, մեղքեք, որովհետև չեք դիմանա այդ ծեծին, այդ տանջանքներին։ Գնացել է հարցաքննության եւ ասել են դու Ֆրանսիայի լրտես ես, ասել է այո, ստորագրել է։ Գերմանիայի լրտես ես, էլի ասել է այո։ Մի շարք պետություններից հետո ասել են Թուրքիայի լրտես ես, ասել է այդ մեկը չեմ ստորագրի։ Թուրքիայի լրտես են Թուրքիային, որ հայաջինչ քաղաքականություն էր տանում։ Եվ այդ ժամանակ է եղել, թե դրանից առաջ է եղել, դարձյալ դրան հարվածել է քննիչը։ Ու այդ սքանչելի գլխին ճաղատ էր, ծխախոտ է մարել, պատկերացնեք, վառված ծխախոտը մարել է Աճարյանի գլխին։ Այս ամենից հետո Աճարյանը խնդրում է հնարավորություն տալ ավարտին հասցնելու գիտական աշխատությունները, որոնք ունեն մեծ ու կարևոր նշանակություն։ Այդ դաժան պայմաններում անգամ մեծանուն գիտնականը մտածել է գործի, գիտության, լեզվի մասին։ Զարմանալ, թե հիանալ, դժվար է ասել։ Հացաքննությունները հիմնականում եւ ցերեկն էին կատարում, եւ գիշերով, ոչ մի օրինաչափություն չկար, եւ դրանից ելնելով զանազան մեղադրանքներ էին կապում, տարբեր մարդկանց էին անուններ էին տալի, իր դեմ լարում, մի խոսքով զանազան սադրանքներ էին սարքում։ Եվ իսկ ընտանիքի անդամներին տատս Տիկին Սոֆյան որպես բռնադատվածի ընտանիքի անդամ աքսորում է Աշտարակ գյուղ, այն ժամանակ Աշտարակը գյուղ է համարվում, եւ այնտեղի ատամնաբուժարանում երկար տարիներ մեծ աշխատանք է կատարում, ուղղում է տարբեր նամակներ է ուղարկում Մոսկվա, Վրաստան, բողոքարկելով դատավճիռը։ Հրաչյա Աճարյանին հարցաքննել են 1937 թվականի նոյեմբերի 25-ին և 1938 թվականի ապրիլի 29-ին։ Նրան ներկայացրել են Հովհաննես Ակունյանի հետ համագործակցելու և Դաշնակցություն կուսակցության ընդհատակյա անդամ լինելու մեղադրանք։ Աճարյանի գործին կցել են այդ ժամանակ սպեցիֆիկյան ազգայնական մեղադրանքով ձերբակալված մի շարք մտավորականների հարցաքննությունների արձանագրություններից քաղվածքներ։ Հետաքննիչներին անհրաժեշտ էր, որպեսզի Աճարյանը ներկայացվի որպես բուրժուական նացիոնալիստ։ Հրաչյա Աճարյանի հետաքննությունն ավարտվել է 1938 թվականի մարտի 3-ին։ Նույն տարվա նոյեմբերի 10-ին հետաքննիչներ Կոնդրատենկոն, Գրիգորյանը և Եգորովը կազմել են մեղադրական եզրակացությունը, որը 10 օր անց հաստատել է ներքին գործերի ժողովրդական կոմիսար Խվորոստյանը։
Ըստ այդմ Աճարյանն իրեն մեղավոր է ճանաչում եւ գործն ուղարկվում է Անդրկովկասյան ռազմական օկրուգի զինվորական ատյան։ Փակ դատական նիստը տեղի է ունեցել 1939 թվականի մարտի 7-ին։ Երևանում դատն ընթացել է թարգմանիչ Այվազյանի մասնակցությամբ, որովհետև մեծանուն լեզվաբանն ասել է, որ շատ լավ է տիրապետում բազմաթիվ լեզուների, սակայն վատ գիտի ռուսերեն։ Հարկ է նշել, որ սա այն եզակի դատական նիստերից է, որն ավարտվել է Երևանի քաղաքային բանտի կալանավոր մեղադրյալ Հրաչյա Աճարյանի հաղթանակով։ Դատի ժամանակ Աճարյանն ասում է, որ աշխարհի մի շարք գիտական կենտրոնների հետ ունեցել է նամակագրական կապ, որ ներկայացված մեղադրանքներով իրեն հանցավոր չի ճանաչում։ Եվ պետական համալսարանում քննել են նրա հարցը, որ նա որպես հակասովետական լեզվաբանության անձնավորություն պետք է նրան ազատեին դասախոսությունից եւ բանի համալսարանի շենքում երբ քննարկում էին այդ հարցը, նրա կողքին եղել մեծ վարպետ Ավետիք Իսահակյանը եւ ասել են, որ նա իր լեզվաբանության հիմունքներով դեմ է սովետական լեզվաբանության, հատկապես մարի ուսմունքին, եւ նա հանդիսանում է ֆաշիստական թնդանոթ այդ լեզվաբանության դեմ։ Այդ ընթացքում կարծես ասում է իմ ստամոքսում ինչ-որ մի բան կտրվեց։ Ավետիքը, նա ով էր ասում Ավետիք Իսահակյան, ասեց ձեռքս բռնեց եւ ասեց Հրաչյա համբերիր, եւ այդպես նրան հեռացրեցին դասավանդելու իրավունքից եւ նա այլևս չէր դասավանդում։ Բանտում անցկացած ժամանակ, երբ որ Աճարանին այցելության էր գալի Տիկին Սոֆյան, նախընտրել է հնարավորին չափ, ասենք, ուտելիքը փաթաթել շատ թղթի մեջ, որովհետև այդ թուղթը հետագայում նա օգտագործում էր բանտում աշխատելու համար։ Ուրեմն մի փոքր մատիտ կար իրեն մոտ, որը խուզարկության ժամանակ նա թաքցնում էր բերանում եւ խուզարկությունից հետո նստում է ծանր պայմաններում ստեղծագործում էր։ Հրաչյա Աճարյանը չի ժխտել Արշակ Չոպանյանի հետ ունեցած կապը, ով 1933 թվականին Երևանում եղած օրերին այցելել է իր տուն։ Աճարյանը հայտարարել է. «Քաղաքականությունից հեռու եմ, միայն գիտությամբ եմ զբաղվել։ Իսկ նոր ուղղագրությանը դեմ լինելս ես հաստատում եմ նաև հիմա, քանզի այն խանգարում է քերականության ուսուցմանը»։ Աճարյանը խնդրել է դատարանին հավատալ իրեն, քանի որ ինքը ոչ մի հանցանք չի գործել, միայն զբաղվել է գիտական աշխատանքով։ Ժամը 21-ին հայտարարվում է դատավճիռը։ Ասվում է, որ Աճարյանի մասնակցությունը հակահեղափոխական խմբի աշխատանքներին չի հաստատվում։ Հաստատվում է միայն այն, որ նա ներքաշվել է Դաշնակցության գործունեության մեջ։ Նախապես ներկայացված հոդվածը փոխվում է եւ Աճարյանը դատապարտվում է 6 տարի ազատազրկման։ Պատիժը նա պիտի կրեր ներքին գործերի ժողկոմի աշխատանքային ուղիղ ճամբարում 3 տարի իրավունքների զրկումով եւ անձնական ունեցվածքի բռնագրավումով։ Քննիչը հայոյում է Աճարյանի կնոջը, ընդ որում մեռած կնոջը։ Աճարյանը նրան սրբացրել էր այդ կնոջը, ասում է, գոնե ասում է, ես երկրորդ կնգանս հայոյիր, այն մեռած կնոջ հետ դու ինչ գործ ունես։ Ու երբ որ կինը կառքով գալիս է իրան Տիկին Սոֆիկը բանտից տուն տանելու, ասում է, ես ներողություն եմ խնդրում, ես այսպիսի բան եմ ասել, որ եթե հայոյում ես, երկրորդ կնոջս հայոյի։ Գնում են տուն, իսկ տանը սպասելիս են լինում Ավետիք Իսահակյանը, մտերիմ ընկերներ էին։ Ավետիք Իսահակյանը տեսնում է, որ անհանգիստ է Աճարյանը։ Ինչ որ Սոֆիկը տեղ է գնացել եւ ուշանում է։ Չի կարողանում հարցերի պատասխանել, անընդհատ մոտենում է պատուհանին եւ պարզվում է, որ Սոֆիկը, երբ որ իրան հաջողվել էր փրկել Աճարյանի ծերագրերը, իսկ դա հերոսություն էր, որտեվ նա կյանքը վտանգելով պատուհանին ծառայող են ունեցել, այդ փոքրիկ պատուհանից խոհանոցի մտցրել է սենյակ եւ բաները ծերագրերը փրկել է, դուրս է բերել։ Եթե ոչ կկորչեին այդ թանկարժեք ծերագրերը։ Ու հիմա տարել է իր ազգականի մոտ, մի ծառի տակ փորել են, թաղել են այդ ծերագրերը եւ այդ ծառը չեն ջրել, որ ծերագրերը չփչանա։ Հիմա ինքը սպասում է, որ Սոֆիկը բերի տեսնի ինչ է փրկված։ Սոֆիկը վերադառնում է, նոր շունչ է քաշում։ Աճարյանը հանգստացած ու սկսում է նայել ու ասում է օրտնվի այդ ծառը։ Էլ չորացած ծառին է ասում, օրտնվի այդ ծառը։
Նայում է եւ տեսնում է բանաստեղծությունները չկան։ Ավետիք Իսահակյանին ասում է, պատկերացնում ես, բանաստեղծություններս չկան։ Նա ուրեմն այդքան լեզվաբանության մեջ, պատմության մեջ խորացած մարդ, դրանք մի կողմ էր դրել եւ իր բանաստեղծություններ։ Ավետիք Իսահակյանն ասում է, լավ կլինի դու բանաստեղծությունը դնես մի կողմ ու սրանց մեջ խորանաս։ Հետագայում Աճարյանը բանտային տարիների մասին գրում է. այնտեղ լիակատար հանգստություն էր, բացառությամբ գիշերային հարցաքննությունների։ Մենք բանտում նստած էինք երկշարք, մի շարքում կոմունիստները, դիմացի շարքում, որոնց մեջ եւ ես, հասարակ մարդիկ, գյուղացիներ, բանվորներ, այլազգիներ։ Ես նրանց ավելի էի խղճում, նրանց վիճակն ավելի սոսկալի էր, որովհետև կռվել էին գաղափարի ազատության համար, իսկ ես կոչված եմ եղել միայն վարժապետության համար, եւ իմ մեղքը ավելի թեթև էր։ Առաջին մի քանի օրերին, երբ բանտարկյալները չեն իմացել, թե ով է իրենց բանտախցում, ծաղրուծանակի են ենթարկել Հրաչյա Աճարյանին։ Սակայն երբ լսել են նրա հետաքրքիր զրույցները, ճանապարհորդական պատմությունները, նրա նկատմամբ սկսել են հարգանքով վերաբերվել։ Աճարյանը որոշ բանտարկյալների խնդրանքով նրանց հետ օտար լեզուների դասեր է անցկացրել։ Նրան վարժապետ են անվանել ու սիրով են լսել նրա պատմությունները։ Բանտակից ընկերների խնդրանքով Աճարյանը Վիկտոր Հյուգոյի թշվառները 7 անգամ պատմել է։ Աճարյանը նրանց խորհուրդ է տվել չվհատվել, դիմանալ դժվար օրերին ու զրկանքներին։ Տղայք, հույսներդ մի